Նախ ուզում եմ շնորհավորեմ այս ֆորումի կազմակերպիչներին, շատ լավ ֆորում են անցկացնում, արդեն երկրորդ տարին է, Ամերիաբանկը անցած տարի էլ սիրով մասնակցեց եւ արդեն անցած տարի էլ վստահություն կար, որ սա դառնալու է շարունակական ֆորում, որտեղ որ կարողանում են հավաքել այս ոլորտի բոլոր ներգրաված մարդկանց, թե ոլորտի հիմնական խաղացողներին, թե պետության կառավարության ներկայացուցիչներին, թե բնապահպաններին եւ թե իհարկե բանկերին, որոնք որ ֆինանսավորում են ոլորտը։ Հանքարդյունաբերությունը մեր շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար, դա կարևորությունը դեռևս նախախորհրդային տարիներից է գալիս, երբ որ Հայաստանում Սյունիքում, Լոռիում ստեղծվել են առաջին հանքարդյունաբերական արտադրությունները, խորհրդային ժամանակ ստեղծվել է այն հիմքը, որը որ այսօր կա, եւ այսօր գիտեք, որ կան մի շարք շատ ուժեղ հզոր կազմակերպություններ, որոնք ապահովում են Հայաստանի արտահանման զգալի մասը։ Ամերիաբանկը վերջին 10 տարիները լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն, միանշանակ համարում է հանքարդյունաբերության ոլորտը մեր համար մեր պրիորիտետային ոլորտներում է։ Այս պահին ունենք շուրջ $350 միլիոն վարկեր տրամադրված հանքարդյունաբերական ընկերություններին եւ պլանավորում ենք, որ եթե նոր ծրագրերը հանքարդյունաբերական դրական իրենց զարգացումներ ունենան, տեսանելի ապագայում դա սարքենք մինչև մոտ $500 միլիարդ։ Ոլորտը շատ կարևոր է, դա Հայաստանի եմ ասում լոկոմոտիվային շարժիչ ոլորտն է եւ բոլորին ցանկանում եմ, որ այսօր վաղը ֆորումի աշխատանքները շատ լավ ավարտեն եւ նաեւ ցանկանայի, որ այլ ոլորտներում էլ մարդիկ համախմբվեն եւ այսպիսի միջոցառումներ անեն, որոնք իրականում բոլոր խաղացողների համար շատ օգտակար են։ Ուզում եմ շնորհավորել միջոցառման կազմակերպիչներին, իրականում շատ կարևոր միջոցառում է հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ։ Մենք փորձում ենք, ակնհայտ է, որ ոլորտը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար եւ փորձում ենք հասկանալ ինչ ձևով դա կարող ենք չափել եւ պարզեցինք մի քանի տես թվային տվյալներ ձեզ ասեմ, որ Ամերիաբանկի միջոցով միայն 5000 հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից աշխատավարձ է ստանում, այսինքն խոսքը 5000 ընտանիքների մասին է եւ այդ 5000 հոգին հանրագումարային ունեն մոտավորապես $60 միլիոն վարկեր, այսինքն դրանք բնակարանների ձեռքբերման վարկեր են, մեքենաների ձեռքբերման, սպառողական վարկեր են եւ մեկ այլ կարևոր ցուցանիշ, որ տարեկան այդ ընկերությունները հանքարդյունաբերության մոտավորապես $500 միլիոն կարգի գումարներ են փոխանցում 3100-ից ավել իրավաբանական անձանց Հայաստանում, այսինքն 3000-ից ավել իրավաբանական անձինք ծառայություններ են մատուցում այս ընկերություններին, սա որպեսզի պատկերացնենք այս ոլորտի նշանակությունը մեր տնտեսության համար։ Երկրորդ կարևոր թեման, որ կուզեի մատնանշել, դա էներգետիկայի ոլորտի եւ հանքարդյունաբերության ոլորտի ապագայում դրանց սիներգիան եւ հնարավորություններն են, քանի որ գլոբալ տրանսֆորմացիա է տեղի ունենում էներգետիկ ոլորտում, այսինքն էլեկտրիֆիկացիա է գնում, էլեկտրական ավտոմեքենաներ, վերականգնվող էներգիայի կայաններ, արևային կայաններ եւ այլն, այդտեղ մետաղների նկատմամբ պահանջարկը գալիք տարիներին էապես աճելու է եւ սա մեծ հնարավորություն է հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համար, որ ավելի կանխատեսելի կլինի իրենց համար գները, որ դրանք աճման միտում ունեն եւ կարող են իրագործել իրենց ծրագրերը հաջողությամբ գալիք տարիներին։ Այստեղ նաև հարցի մյուս կողմը կա շատ կարևոր, դա բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվությունն է, որ պետք է հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները բալանսավորեն եւ շատ մեծ ուշադրություն դարձնեն բնապահպանական ստանդարտներին միջազգային եւ սոցիալական հարցերին, քանի որ նույն բանկերը կամ միջազգային ֆինանսական կառույցները, երբ որ ֆինանսավորում են հանքարդյունաբերության ոլորտի ծրագրեր, շատ խիստ պայմաններ են դրվում եւ այդ ընկերությունները պետք է կարողանան այդ ստանդարտներին համապատասխանել, որպեսզի ստանան այդ համապատասխան ֆինանսավորումները։ Մոտավորապես 45 ընկերություն էինք անել, բայց
Պարզ է, որ այսօր երկրում միջոցառման ժամանակ էլ մատնանշվեց, որ գործող 8 հիմնական խոշոր ընկերություններն են։ Մենք ուղղակի մեր բազայից վերցրել ենք հանքարդյունաբերությունում առհասարակ գործող ընկերությունները, այսինքն դա նաև կարող լինի քարի հանք, ավազի հանք, այո, եւ այլ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ։ Ոլորտում 10,000 մարդ է ներգրաված այդ տանուրջի։ Իսկ Սա միայն Ամերիաբանկի տվյալների մասին է խոսքը։ բնապահպանական տեսակետից վերջի ձեր խոսքը դուք ասացիք, որ պիտի հետևեն, ձեր դիտարկումներ ունեք, արդյոք տենց դատաներ ունեք, ավելի լավարկվում է այդ տեսակետից, թե ավելի բնապահպանական տեսակետից։ Ես հարցը շարունակեմ, էլի դուք եք վարկավորում, հա, եւ վստահ եմ դուք եք նայում ստանդարտներին համապատասխան։ Այսինքն նկատվում է այդ տենդենսը դեպի բարելավում մեր ընկերությունների մոտ։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ դա չի կարող տեղի չունենալ այդ process-ը, որովհետեւ նույն բանկերը, երբ որ ներգրավում են միջազգային ֆինանսական կառույցներից միջոցներ, որոնք պետք է բաշխեն այդ թվում հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին, նույն բանկերը վերցնում են խիստ պարտավորություններ, որ պետք է բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի ստանդարտներին համապատասխանեն բոլոր վարկերը, եւ ես վստահությամբ կարող եմ ասել, որ Ամերիաբանկի ներսում այդ համակարգը ներդրված է եւ առավելագույնս վերահսկվում է։ Այսինքն մենք այդ պրոգրեսը տեսնում ենք ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններում, այլ նաև առհասարակ բոլոր ոլորտների, որքանով դրանք առնչվում են բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի։